Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են և սերիալի հեռուստադիտողների համար անսպասելի նորություն դարձավ, երբ դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը տեղեկացրեց, որ Էռնայի մասնակցությամբ վերջին նկարահանման օրն է եղել։ Այս լուրը միանգամից բազմաթիվ հարցեր առաջացրեց սերիալի երկրպագուների մոտ, քանի որ Էռնան այն հերոսուհիներից էր, ում նկատմամբ հանդիսատեսը շատ արագ համակրանք ձևավորեց, նաև մի փոքր խղճահարություն ու մեղադրանք։ Սերիալի սկզբից Էռնան ներկայացվում էր որպես չափազանց բարի, համբերատար ու նվիրված կին։ Նա այն մարդկանցից էր, ովքեր պատրաստ են սեփական ցավը լռությամբ կրել, միայն թե ընտանիքը չքանդվի։ Նրա ամբողջ կյանքը կարծես պայքար էր սիրո, ներումի և ընտանիքը պահպանելու համար։ Չնայած նրան, որ ավոն բազմիցս ցավ է պատճառել նրան, Էռնան մշտապես փորձել է հասկանալ ամուսնուն, արդարացումներ գտնել նրա արարքների համար և հավատալ, որ մի օր ամեն ինչ կփոխվի։ Հենց այս հատկանիշներն էին, որ նրան դարձրեցին հեռուստադիտողների սիրելի կերպարներից մեկը։ Շատերը նրան համարում էին սերիալի ամենախեղճ ու ամենաշատ տառապած հերոսուհին։ Նա ստիպված էր դիմանալ ոչ միայն ամուսնու սխալներին, այլև եղբոր հետ կապված բարդ իրավիճակներին։ Կարծես ճակատագիրն անընդհատ նոր փորձություններ էր ուղարկում նրա ճանապարհին։ Առանձնահատուկ հուզիչ էր նաև նրա հիվանդության թեման, երբ բացահայտվեց, որ Էռնան քաղցկեղ ունի, հեռուստադիտողները մեծ ցավ ապրեցին նրա համար։ Այդ ժամանակ շատերն էին մտածում, որ հետաքրքիր զարգացումներ է սպասվում և Էռնայի կյանքին ոչինչ չի սպառնալու, ավելին նա մեծացնելու է Ավոյի երեխային։ Բայց սցենարիստն այս առումով այլ պլաններ ուներ։ Ճիշտ է, Էռնան հաղթահարել էր քաղցկեղը Ավոյի շնորհիվ, բայց սա ապացույց էր, որ հնարավոր է ինչ-որ բան սերիալի ավարտին փոխվի։ Հետագայում պատմությունն ավելի է բարդանում, պարզ դարձավ, որ Ավոյի կյանքում կան այլ մարդիկ, այլ հարաբերություններ և պարտավորություններ։ Կնոջ ու երեխայի գոյությունը նոր հարցեր բերեց։ Էռնան կարծես հայտնվեց մի իրավիճակում, որտեղ ստիպված էր ընտրություն կատարել սեփական արժանապատվության և սիրո միջև։ Հենց այստեղ էլ սկսվում է հեռուստադիտողների հիմնական ենթադրությունները։ Առաջին վարկածն այն է, որ Էռնայի կերպարը կարող է ավարտվել ողբերգական մահով։ Թեև նա բուժվել էր, սերիալներում հաճախ են լինում դեպքեր, երբ հիվանդությունը կրկնվում է կամ առաջանում են նոր բարդություններ։ Եթե սցենարիստները ընտրեն այս ճանապարհը, ապա դա կդառնա սերիալի ամենահուզիչ ու ողբերգական պահերից մեկը։ Էռնայի մահը կարող է փոխել բազմաթիվ հերոսների ճակատագրեր, հատկապես Ավոյի, որը հավանաբար ամբողջ կյանքում իրեն մեղավոր կզգա նրա նկատմամբ։ Սակայն կա նաև երկրորդ, ավելի հավանական տարբերակը։ Շատ երկրպագուներ կարծում են, որ Էռնան չի մահանա, այլ պարզապես կհեռանա։ Հնարավոր է, որ նա վերջապես հասկանա, որ Ավոյի սիրտն ամբողջությամբ իրեն չի պատկանում և որ ինքը չի կարող շարունակ ապրել անորոշության մեջ։ Այդ դեպքում նրա հեռանալը կլինի ոչ թե պարտություն, այլ հաղթանակ սեփական անձի նկատմամբ։ Այս տարբերակը նաև համապատասխանում է Էռնայի կերպարի զարգացման տրամաբանությանը։ Սերիալի ընթացքում նա սովորեց պայքարել, սովորեց գնահատել սեփական կյանքը և հասկացավ, որ սերը չի կարող գոյություն ունենալ միայն զոհաբերությունների վրա։ Եթե նա որոշի հեռանալ, ապա դա կլինի հասուն կնոջ որոշում, ով վերջապես ընտրում է ինքն իրեն։ Շատ հեռուստադիտողներ նույնիսկ հույս ունեն, որ Էռնան կստանա նոր կյանք սկսելու հնարավորություն։ Գուցե նա մեկնի այլ քաղաք, գուցե հանդիպի մեկին, ով իսկապես կգնահատի իրեն կամ պարզապես կսկսի ապրել առանց մշտական ցավի ու հիասթափությունների։ Այդպիսի ավարտը շատ ավելի լուսավոր կլինի, քան նրա մահը։ Այս պահին սերիալի ստեղծագործական խումբը դեռ չի բացահայտել, թե իրականում ինչ է սպասվում Էռնային։ Այդ պատճառով բոլոր վարկածները մնում են միայն ենթադրություններ, սակայն մի բան ակնհայտ է՝ Էռնան դարձավ այն կերպարներից մեկը, ում մասին հեռուստադիտողները դեռ երկար կխոսեն։ Նրա պատմությունը լի էր ցավով, սիրով, ներումով, հիասթափությամբ և մարդկային մեծ ուժով։ Եթե իսկապես սա Էռնայի վերջին հայտնվելն է Գոյամարտում, ապա նրա հեռանալը սերիալի համար մեծ կորուստ կլինի, քանի որ նա այն եզակի հերոսուհիներից էր, ում նկատմամբ մարդիկ ոչ միայն խղճահարություն, այլև անկեղծ հարգանք էին զգում։ Իսկ թե նրա պատմությունն ավարտվում է մահով, թե նոր կյանքի սկզբով, դա կիմանանք միայն առաջիկա սերիաներում։ Մինչ այդ հեռուստադիտողները շարունակում են հուսալ, որ Էռնայի համար վերջապես խաղաղ և երջանիկ
օրեր կգան, իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, թե ինչու է հեռանում Էռնան հեռուստասերիալից, ինչու Ռուզաննա Մանուչարյանն այլևս չի նկարահանվելու այս նախագծում, կիմանաք շատ շուտով, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր նորությունների մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, ինչ է տեղի ունենում Էռնայի կերպարի հետ և ինչու է դերասանուհին լքում նախագիծը։